Բարև, ես Էլինան եմ, դու գտնվում ես իմ ալիքում, մինչև վիդեոն սկսելը մտի հետևի իմ էջին, իմ ինստագրամի էջին, լինքը կթողնեմ ներքևում։ Այսօր վերջերս թրենդ դարձած բաղադրատոմսով փորձել ենք պատրաստել պաղպաղակներ ու հուսով եմ լավ է ստացվելու ու ձեզ էլ հետաքրքիր է լինելու, հենց որ սկսեցինք։ Ուրեմն անպայման չի որ կատո լինի դարձքում, բայց եթե ուզում եք կարա լինի, ուղղակի պետք է ուշադիր լինել։ Ուրեմն առաջին հերթին վերցնում ենք մի հատ աման ու մեզ պետք է սլիվկի, մեզ պետք է 500 մլ, այսինքն կես լիտր ենք անելու ու պետք է հիմա սա լցնենք տարայի մեջ ու լավ հարենք իրան։ Առաջին քայլը արեցինք, պետք է սլիվկին նենց հարենք, որ ինքը ստացվի սենց պինդ զանգված ու չթափվի։ Հիմա անցնում ենք առաջ։ Հաջորդ քայլի համար մեզ պետք է խտացրած կաթ։ Վերցրել եմ այս մի ամբողջ տուփը, որը 360 գրամ է, եւ պետք է այսպիսի հարիչ, որովհետեւ արդեն միքսերով չենք խառնելու, խառնում ենք սրանով։ Ուրեմն ինչա մեզ անհրաժեշտ հաջորդը։ Տարա, քարտը հետո կհասկանանք ինչ համար է, բայց կարող եք սովորական ինչ-որ տափակ հարմար բան վերցնել։ Պետք են այսպես թափանցիկ տոպրակներ, որ իրա մեջ լցնենք ամեն ինչ։ Սրանք կարող եք ձեռք բերել Wildberries-ից, ես այնտեղից եմ պատվիրել, բայց ինձ թվում է տնտեսական խանութներում էլ հաստատ կգտնենք։ Պետք է գտալ ձագար կամ կարող եք ուրիշ ձեզ հարմար բան վերցնել։ Ձագարը իդեպ տոպրակների հետ է եկել, դրա համար ես հենց միանգամից իրեն էլ կօգտագործեմ։ Եվ ամենակարևորը մեզ պետք է եռմանջուր եւ շոկոլադ, ես վերցրել եմ սենց շոկոլադներ, բայց կարող եք պլիտկայով էլ անել, ինձ թվում է շատ հեշտ, կփորձենք այսօր սրանով։ Եռմանջուրը լցնում ենք մեր այս տարայի մեջ։ Այս ամանի մեջ լցնում ենք շոկոլադներ, ճիշտապես չգիտեմ ինչքան է ինձ անհրաժեշտ, բայց այս դրա կհասկանանք։ Շոկոլադով տարան դնում ենք եռմանջրի մեջ, որպեսզի ինքը լրիվ հալչի։ Եվ ոնց տեսնում եք շոկոլադը սկսում է հալվել արդեն, սպասում ենք մինչև բոլորը հալվի ու արդեն լցնելու ենք տարաների մեջ։ Մինչև մեր մյուս շոկոլադն էլ հալվի, վերցնում ենք մեր տարաներից մեկը, բացում ենք իրան, ոնց տեսնում եք ինքը բավականին երկար է և իր մեջ լցնում ենք մեր շոկոլադը։ Լցնելուց հետո սա դնում ենք եւ այսպես քարտով իրան տարածում ենք կամ որևիցե մի տափակ բանով, տափ չունի, պարտադիր չի որ քարտվի։ Այս նենց իրան տարածում ենք նենց, որ ինքը լրիվ հավասար լինի, ոչ մի բաց տեղեր չմնա։
պետքա ստանանք սենց մի բան, ուղղակի իր այս լցնելու հատվածը այնքան նեղ է, որ մի փոքր դժվար է ստացվում, բայց հիմա ոչինչ խնդիր չի կանենք։ Եվ արդեն այստեղ լցնում ենք մեր խտացրած կաթը եւ սլիվկին։ Ստանում ենք սենց մի բան, այս սկզբի մասը այդքան էլ լավ չստացվեց, բայց առաջին փորձն էր, դրա համար գոհ եմ առաջին փորձի համար ու այս նույն գործողությունը արդեն պետք է շարունակենք մնացածին։ Ստացանք սենց բաներ, իրականում մոռացել էի Զաքարի գոյության մասին ու այս 2 ժամը տանջվում եմ, բայց հիմա կփորձենք տեսնենք սրանով ավելի հեշտ կլինի, թե չէ։ Իդեպ ասեմ, որ ուտելուց մեկը այսքան հատվածը կտրելու եք, նենց որ կարաք աշխատեք, շատ իդեալական տենց չի լինի։ Զաքարով էլ չհաջողեցինք, բայց հիմա մի հատ վայրφակ ենք փորձում, տեսնենք կաշխատի թե չէ, որովհետև սենց լցնելը իրական շատ դժվար է ու ահավոր փնթի է ստացվում։ Դրա համար հիմա ուղղակի փորձենք լցնենք տոպրակի մեջ ու տոպրակի ծայրը կտրենք ու սենց լցնենք, այս թվում է տենց ավելի հեշտ կլինի։ Իհարկե ցանկալի է ունենաք սրանց տանը, բայց քանի որ հիմա ես չունեմ կամ չեմ գտնում, մենք կփորձենք սենց։ Միանշանակ այս տարբերակով ավելի արագ է լինում ու հիմա սրանք կուղարկենք սառցախցիկը մի քանի ժամով, որպեսզի հետո փորձենք։ Ոնց տեսակ շատ ստացվեց, իմացեք, քանի հատ ենք ստացել։ Արդեն անցել է մոտավորապես 3-4 ժամ ու մենք մի քիչ առաջ ենք ավարտել սրանց պատրաստելը, ահավոր ժամանակատար է։ Մոտ մի 3-4 ժամ այս ամեն ինչը պատրաստել ենք, կամ պետքա երևի մի քիչ ավելի արագ տեխնիկա ընտրել, գտնել, կամ պետքա երեկոյան նստեք ու տենց հանգիստ պատրաստեք, բայց մեծ հույսեր ունեմ իր հետ կապված, ինձ թվում է, որ պետքա համով լինի, սենց մեկը կա որ սենց ա եղել, կամ որ սենց մի քիչ շատ են կոտրվել, բայց ինձ թվում է դա չի խանգարի, ուղղակի տեսնենք որն է, մի քիչ ավելի շատ սառած, որ դա փորձենք։ Եկեք հենց սա էլ փորձենք, բայց տակից բացենք, որ տակի հատված ավելի սիրուն է։ Բացեցինք արդեն։ Դեպ շատ լավ ա եղել այս մասը։ Իսկույն լավն է լինելու։ Դրանց պաղպաղակ ա եղել, այն հավանաների նման է, չգիտեմ տեսել եք թե չէ, դրանց նման է եղել։ Եկեք փորձենք։ Ճիշտ է, մի քիչ լավ չի սառել, բայց կարամ ասեմ, որ լրիվ պաղպաղակի համար, սենց ընդհանրապես չեք զգա տարբերություն, որ ինքը պաղպաղակ չի, լրիվ է։ Վրայի սենց շոկոլադը, այդ կոտրվելը, մեջինը լրիվ պաղպաղակի համար։ Ես անձամբ շատ քաղցրակեր չեմ ու պաղպաղակներն այդքան չեմ սիրում, դրա համար իմ համար մի քիչ շատ քաղցր է, ես ոնց որ անընդհատ իմ համար ուտելու չի, բայց համով է ստացվել, բաղադրատոմսը լավն է ու հեշտ է, եթե չհաշվենք իր այդ ժամանակատարությունը, բավականին հեշտ է, ընդամենը 3 բան է պետք իրան պատրաստելու համար՝ սերուցք, խտացրած կաթ եւ շոկոլադ։ Իդեպ իմ շոկոլադը մի փոքր դառն էր, եթե կաթնայինով անեք, ինձ թվում է ավելի լավ կլինի, բայց սենց էլ էր լավ, սենց ավելի իրական էր, ոնց որ SSSR պաղպաղակներ լինի։ Շատ նման էր պաղպաղակի, դրա համար ինձ թվում է, որ հաջողված է այս թրենդը, որ հիմա բոլորը անում են։ Դե ինչ, այսօրվա համար պատրաստել էի այսքանը, հուսով եմ հետաքրքիր էր, հուսով եմ հավանեցիք վիդեոն։ Եթե այո, ապա անպայման վիդեոն պահում ենք ձեր լայքերով, բաժանորդագրվում ենք էջին, իմ Instagram-ի էջին, լինքը կթողնեմ ներքևում, իսկ մենք կհանդիպենք շատ շուտով, պակա։